Հայրին դասին դասատուն դասա բացատրում։ Ճշեր ջան, մկա ես ձեզի բացատրեմ հայկական կետադրական նշանների գործածությունը մեր հայկական հարուստ գրականության մեջ է։ Ճշեր, ուրեմն ես ձեզի մկա բացատրեմ։ Ստորակետ տրում ենք այն դեպքում, երբ որ բառերն իրար գորից կպած կքան կեթան, որպես իրար գոր չմտնեն, տուխմար տրում ենք ստորակետ։ Ճիշտ է, չէ՞։ Բութը տրում ենք այն դեպքում, երբ որ տվյալ նախադասության մեջ տվյալ բառն ունի յուրահատուկ նշանակություն։ Վերջակետը տրում ենք այն դեպքում, երբ որ տվյալ նախադասությունը կորցնում է իր իմաստը։ Ճշեր, որ դուք լավ հասկանաք, ձեզի բերեմ մի վառ օրինակ, ուրեմն ադեն թումբան լված փռեսարին գնաց, ադեի որ մնաց բաց։ Մկա բացատրեմ, թե որտե տրինքը ստորակետ, որտե բութ, որտե վերջակետ։ Ուրեմն ադեն թումբան լված ստորակետ։ Փռեսարին գնաց, դարձյալ ստորակետ։ Ադեի որ բութ, մնաց բաց, վերջակետ։ Ճշերը մկա բացատրեմ, թե ինչի տրինք բութ, ինչի ստորակետ, ինչի վերջակետ, ուրեմն ադեն թումբալված ստորակետ, ինչի տրինք ստորակետ, որպեսի ծառը ադեի թումբնի մեջ չմտնի, ըտուխմար տրինքը ստորակետ։ Փռես ծառին գնաց դարձյալ ստորակետ, ճշեր, ինչի տրինք ստորակետ, որպեսի ադեի թումբան ադեի վրը չմտնի, տուխմար դարձյալ տրինք ստորակետ, ճշեր, ուրեմն ադեի թումբանը բութ, Ինչի տրինք բութ, որովհետև այս նախադասության մեջ ադեի որն ունի յուրահատուկ նշանակություն։ Մնաց բաց վերջակետ, ինչի տրինք վերջակետ, որովհետև այս նախադասության մեջ ադեի որը կորցրեց իր իմաստը։